է Հայաստանի կողմից։ Քիչ առաջ Արմեն Սիմոնյանը ճեպազրույց էր տալիս եւ գրեթե այսպես ընդհանրական եթե խոսենք, տպավորություն ստացվեց, որ Ռուսաստանը չի ուզում Հայաստանի այսպես ինքնիշխանությունը ամեն ինչ անում են, որպեսզի այդ հետխորհրդային շրջանը վերականգնվի եւ ասաց, որ Հայաստանի երկրորդ նախագահը, Հայաստան դաշինքի ղեկավարը Ռուսաստանի իր ձևակերպումն է շպիոնն է, որովհետեւ նրա հայտարարությունները ամբողջությամբ այսպես տեղավորվում են Ռուսաստանի, չգիտեմ, քաղաքականության համատեքստում։ Ինչ կարող եք ասել այս մասին։ Կարծում եմ, որ Արմեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքն է հենց շպիոն հանդիսանում եւ այս իշխանությունն է հանդիսանում շպիոնը թուրք-ադրբեջանական տանդեմի, երբ որ իրենք հայտնվել են դեմ առ դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ գործողությունների արդյունքում այս ճնշված վիճակում հենց սա է ինքնիշխանության կորուստը։ Արմեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ հայ ժողովրդի այսպես նորորյա պատմության ընթացքում մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը դա Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անկախությունն է եւ ինքնիշխանության հետզհետե ամրապնդումն է եւ եկեք համեմատություններ կատարենք, թե ում ղեկավարության ժամանակ է Հայաստանը ավելի ինքնիշխան եղել, ավելի բալանսավորված, լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականություն իրականացրել, ոչ հիմա իհարկե, որովհետև նախկինում արտաքին քաղաքականությունը եւ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները, որոնց հիմքում ընդգրկված են եղել եւ քաղաքական, եւ աշխարհագրական, եւ նաեւ անվտանգային բավականին լուրջ բաղադրիչներ, թույլ է տվել, որպեսզի Հայաստանն ու Արցախը ինտեգրված այսպես համակարգում փորձեն զարգանալ։ Այսօր Արցախի հանրապետությունը չկա, կարելի է ասել, որովհետև հայ ժողովուրդը Արցախի հանրապետության բռնագաղթեցվել է եւ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել, իսկ այս ամենօրյա այսպես խոսակցությունը, կեղծ խաղաղության օրակարգով առաջնորդվելը, ամեն ինչի գնալը, զիջումների գնալը, որպեսզի այդ թղթի մեկ կտորը ստանան խաղաղության օրակարգի անվան տակ իրենց իշխանությունը պահելու համար, հենց սա է ինքնիշխանության կորուստ, որովհետև մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետության